քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի եռատոնը դառնա ստիմուլ եւ դարձյալ հաղթանակի օրը նշվի։ Պետք է նախ ներքին ազատագրում ունենանք այս ուրացողներից, այս թշնամիներից ուղղակի մեր ազգի կենսագրության թշնամիներից։ Ուղղակի ազատագրվել, առաջին քայլը դա է։ Սրանք ամենամեծ խոչընդոտն են այդ ճանապարհին։ Եվ ներքին հաշտության ճանապարհին, եւ մեր ընդհանրապես դեպի հաղթանակ տեսիլքի ճանապարհին։ Եվ պետք է սրանք վտարվեն, հեռացվեն ուղղակի։ Մենք էլ ազատագրվենք այս չարիքից եւ անցնենք մեր անելիքներին։ Ամենը մեր առջևն է եւ հնարավորություններն մեր ձեռքերում են, ամեն ինչ։ Եվ այո, մենք ոտքի կանգնելու, մեր մեջքը շտկելու, գլուխներս բարձր քայլելու ոչ միայն անհրաժեշտություն, այլև հնարավորություն։ Եվ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել երկրորդ համաշխարհային պատերազմը, որ անվանում են հայրենական պատերազմ, մեր այդ պատերազմով անցած, հաղթանակած, իրենց կյանքը կնքած մեր բոլոր հայրենակիցներին, որոնց անունները փառքով հնչում են այսօր ոչ միայն մեր շրջապատում, այլև միջազգային ասպարեզներում, որոնք պատիվ ունեցան, սխրանք ունեցան, հերոսություն ունեցան, ճեղքելու բոլոր տեսակի արգելքները եւ հերոսական պատմության էջեր գրել մեր պատմության մեջ եւ հայտնի Թամանյան 89-րդ դիվիզիան իր սխրանքներով հայտնի ամբողջ համաշխարհային պատմության մեջ կարող եմ ասել։ Մեր ժողովրդի նահատակությունը ծանր գին է վճարել մեր ժողովուրդը այդ պատերազմում, բայց վճարելը հավատարիմ մնալով իր դավանանքին ու արժեքներին։